Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրի բերեք անգրման աշխատանքները անհապաղ դադարեցնելու առաջարկ է արել ճարտարապետ Անահիտ Հարխանյանը։ Նա կարծում է, որ պետք է ստեղծված իրավիճակը վերլուծել եւ ժամանակակից մեթոդներով մաքրել բերեք անգնել վնասված մույթերը։ Ճարտարապետի խոսքով ու Շահամալիրի բերեք անգրման համար ընտրվել է սխալ, անհարկի, թանկ եւ վնասակար մեթոդաբանություն, մինչդեռ խնդիրները հնարավոր է լուծել շատ ավելի պարզ, արագ եւ մատչելի։ Ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքևը աղակալվել են։ Այդ աղակալման խնդիրները այն են, որ հորիզոնական եւ վերտիկալ պատերը իրար են միանում, այնտեղ կուտակվում են ջրեր, եւ այդ ջրերը, անձրևաջրերը կամ ձյունը ընթացքում ներթափանցում է քարի մեջ եւ խնդիրներ է առաջացնում։ Ժամանակակից շինարարական մեթոդաբանությունը շատ պարզ ձևերով այդ հարցը լուծում է։ Ընդամենը մի հատ նուրբ չոտքերով պետք է վերցնել այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել։ 60-ամյա պատմություն ունեցող Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրը վերանորոգվում է օգոստոսի վերջից։ Աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է 1.6 միլիոն դոլար։ Արցախայությունը հետ վերադարձի հույսը հավատը, ով կասկածանքի տակատնում, դա հենց հայ ազգի ժողովրդի, հենց հայ ժողովրդի առաջին թշնամինը։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց, հայտարարել, որ իրենց Արցախ վերադառնալու հնարավորություն չունենալը ոչ մեկին առիթ չի տալիս կասկածի տակ դնել վերադարձի հարցը։ Արցախի հարցը կարծես թե երկրորդական պլան է մղվել, թե իշխանության, թե ընդդիմության համար, ասել են բռնի տեղահանվածները։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Հայաստանի իշխանությունից Արցախի հարցը պահել քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում եւ գործուն քայլեր ձեռնարկել արցախահայության հայրենիք վերադարձի իրավունքի իրացումն ապահովելու համար։ Վահագն Արսենյանին Հայաստանի Հանրապետության Վայոց-Ձորի մարզպետ նշանակելու մասին Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է Կոլյա Միքայելյանին ազատել Վայոց-Ձորի մարզպետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահագն Արսենյանը, նա այժմ Ջերմուկի քաղաքապետն է։ Վահագն Արսենյանը Ջերմուկ գրուպ ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։ Նորանշանակ մարզպետը առաջին ճեպազորիցն է տվել լրագրողներին, հայտարարելով, որ Ջերմուկի օկուպացված տարածքները հնարավոր կլինի ազատագրել սահմանազատման գործընթացի եւ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։ Արսենյանի խոսքով ինքն ու իր հայրը նախկին հանրապետական պատգամավոր Գուրգեն Արսենյանը այժմ համակարծիք են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Մեր հայրը հանրապետականի հետ է, հա, ճանապարհ։ Սա ինչպես է ստացվում այս քաղաքական տարբեր ուղղությունները։ Ես երբեք կուսակցական ոչ մի չեմ եղել եւ ունեմ ես իմ քաղաքական հայացքները։ Որ տարբերվում է ձեր քաղաքական հայացքները։ Հիմա կուսակցական եմ։ Իհարկե կիսում մարզերում տեղացած կարկուտի հետևանքով Կարկուտից վնասված այգիների տերերը կառավարությունից փոխհատուցում կստանան։ Գործադիրը այսօրվա նիստում հաստատել է որոշումը։ Եթե Ծիրանի այգին 100%-ով է վնասվել, 1 հեկտարի համար կտերամադրվի ավելի քան 300,000 դրամ, կարտոֆիլի ցանկատարածության դեպքում ավելի քան 445,000 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի այգու համար ավելի քան 130,000 դրամ, աշնանացան ցորենի 100%-ով վնասված այգիների տերերը կստանան ավելի քան 55,000 դրամ։ Փոխհատուցման համար կարող են դիմել միայն այն գյուղատնտեսները, որոնց այգիների վնասի չափը 40%-ից մինչև 100% է։ Սկսում ենք կառավարության 2020 Կառավարության այսօրվա նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Հայաստանի վարչապետը Բրյուսելում է մասնակցելու համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Նիկոլ Փաշինյանին արտասահմանյան գործողման ընթացքում ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Մեր կառավարությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում նաեւ կհանդիպի արտասահմանցի գործընկերների հետ։ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան մասնակցելու Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին։ Հայաստանում բռնության դեպքերի վիճակագրությունը սարսափեցնում է իրավապաշտպաններին։ Այրունոտ եւս մեկ միջադեպ է եղել այս անգամ Աբովյանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը հայտնել է, որ գիշերը վիճաբանություն եւ ծեծկրտուք է եղել, որի ընթացքում դանակով ծանր վնասվածք են հասցրել 20-ամյա տղային։ Նա ԱԱԾ նախկին աշխատակցի որդի է, գրել է Շամչյանը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով ծեծկրտուքին մասնակցել է 10 հոգի, այդ թվում անչափահասներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այժմ իրավապահները փնտրում են հանցագործությունը կատարած անձանց եւ դանակը։ Անգամ պատգամավորները հնարավորություն չունեն հանդիպելու 44-օրյա պատերազմում անհետ կորած ինձարայողի հորեղբոր Արսեն Ղուկասյանի հետ, հայտնել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, Ղուկասյանը
Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակում են նաև բանտում։ Նուբարա շենքերը կատարողական հիմնարկ տեղափոխված Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Երեկահազանգել էր նրա փաստաբանը։ Տաթև Սողոյանն ասել էր, որ դատարանը Ղուկասյանին կանոնավորել է անտեսելով նրա առողջական լուրջ խնդիրները։ Ղուկասյանը մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենդավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք։ Սարքերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի քաղաքական բնույթի մասին։ Նա թվարկել է մի շարք կարևոր ցուցիչներ, որոնք ըստ իրեն վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի մասին է։ Ամստերդամը հիշեցրել է, որ քրեական բարույթը նախաձեռնվել է գլխավոր դատախազի կողմից, որի մեջբերում սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատաբարության անկախությունը։ Մյուս կարևոր ցուցիչը վարչապետի անձնական ներգրավվածությունն է, քանի որ իրավական պետություններում գործադիր իշխանության ղեկավարի անմիջական միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է, սակայն հենց վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը։ Եվ վերջապես Կարապետյանին վերագրված խոսքերն օգտագործվել են որպես կալանքի պատճառ, մինչդեռ միջազգային իրավական պրակտիկան նման նախադեպերը բացարձակապես չի ճանաչում, գրել է ամերիկացի հեղինակավոր փաստաբանը։ Հայտարարության հեղինակը պնդել է, որ այս բոլոր ցուցիչները միասին վկայում են, որ գործն ունի քաղաքական հաշվեհարդարի բնույթ։ Համաշխարհային մեդիայի վերջին ժամերի գլխավոր լուրը Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի պայմանավորվածությունն է։ Այդ մասին համաձայնագիրը կստորագրվի այսօր Եգիպտոսում։ Բանակցությունների առաջին փուլի հաջող ավարտի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը եւ Համասը ստորագրելու են մեր 20 կետանոց խաղաղության ծրագրի առաջին մասը, ասել է Թրամփը։ Նա իրադարձությունը պատմական է համարել արաբական եւ մահմեդական աշխարհի, Իսրայելի բոլոր հարևան երկրների եւ Միացյալ Նահանգների համար։ Սպիտակ տան ղեկավարը կանխատեսել է, որ Գազայում պահվող գերիները հավանաբար կազատվեն երկուշաբթի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է համաձայնագրի ստորագրումը եւ նշել, որ ՄԱԿ-ը կաջակցի դրա լիարժեք իրականացմանը եւ կմեծացնի անհրաժեշտ մարդասիրական օգնության մարտակարարումները, ինչպես նաեւ Գազայում վերականգնման եւ վերակառուցման աշխատանքները։ Հրադադարի ստորագրումից հետո Գազայի բնակիչները հավաքվել են փողոցներում եւ բարձր երաժշտությամբ տոնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում։ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ոչ միայն Գազայում հրադադարի համաձայնագիրը, այլև Թրամփի հնարավոր ելույթի հարցը։ Առաջիկա օրերին Թրամփը կժամանի Իսրայել եւ ելույթ կունենա Կնեսետի առջև, հայտարարել է Նեթանյահուն։ Ի պատասխան Իսրայելի վարչապետի հայտարարությանը Թրամփը հայտնել է. «Մեջբերում, եթե նրանք ցանկանում են, ես կանեմ դա»։ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է առաջիկա ժամերին նոր վարչապետ նշանակել, 6-րդը վերջին 2 տարում։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ օրենսդիրների մեծամասնությունը դեմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի հեռացող վարչապետ Բենյամին Լեկորնուն հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհաստատվի 2026 թվականի պետական բյուջեն, ինչի պատճառով էլ երկրում բողոքի գործողություններ էին տեղի ունենում վերջին շաբաթների ընթացքում։ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում հիշեցրել է, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են ավելի քան 25 համատեղ զորավարժություն եւ առաջարկել կազմակերպության անդամ երկրներին 2026 թվականին համատեղ վարժանքներ անել։ Ալիևն այս առաջարկով հանդես է եկել հաշվի առնելով անդամ երկրների միջև ռազմական եւ անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը։ Ռուսաստանը դեմ է, որ հարավային Կովկասը վերածվի սուր բախման գոտու, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա անդրադարձել է Վրաստանում օրեր առաջ տեղի ունեցած ընտրություններին, նշելով, որ խիստ մտահոգություն է առաջացնում Վրաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու արևմտյան երկրների ցանկությունը։ Նա շեշտել է, որ Դաշնությունը ցանկանում է մեջբերում խաղաղ իրավահավասար փոխշահավետ փոխգործակցություն ունենալ հարավային Կովկասի բոլոր երկրների հետ։ Զախարովան նկատել է, որ տարածաշրջանը բախման գոտու վերածելու հետաքրքրվածություն կարող են ունենալ միայն արտատարածաշրջանային խաղացողները։ Ոսկու ռեկորդային թանկացումներից հետո հիմա էլ համաշխարհային շուկայում արծաթի արժեքն է բարձրացել, սահմանելով նոր ռեկորդ 2011 թվականից հետո։ Կտրուկ աճը մասնագետները պայմանավորում են արդյունաբերական բարձր պահանջարկով, մասնավորապես արևային էներգետիկայի եւ էլեկտրամոբիլների ոլորտներում, ինչպես նաեւ սպասվող տոկոսադրույքների իջեցմամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ, որոնք արծաթը դարձնում են գրավիչ ներդրումային ակտիվ։
Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ինքնակենսագրական գրքի մեջ անդրադարձել է Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու թեմային։ Ֆուտբոլիստը մինչև վերջ չի բացահայտել այդ որոշման պատճառները։ Ես շատ էի անհանգստանում երկրպագուների համար, ովքեր մինչ օրս գրում են ինձ ու խնդրում վերադառնալ, բայց ես չէի կարող եւ չէի էլ ուզում վերադառնալ։ Մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ ինչու, նշել է նա։ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրել է 15 տարի։